Գիտեք, այս վերջի երգում մոտ տպավորվեց, ինչի մասին էինք երգում։ Որ Աստված առատաձեռն է, որ Աստված բժշկող է, որ Աստված հոգատար է, որ Աստված Տեր է, չէ։ Եվ գիտես, այս երգը խոսում է Աստծո բնավորության մասին, թե ամեն մի մարդ, որ վեր ապրե Աստծո ներկայությունը կամ իր կյանքում ինչ-որ մի իրադարձության ժամանակ սկսել է ճանաչի Աստծուն այդ կողմից ու մարդիկ անուններ են դրել Աստծուն, ասենք Եհովա Ռաֆի, այսինքն Աստված բժշկող է, հա, կամ էլ շատ այ մատակարարող Աստված է, որ Աստված չի թողում, որ դու ուղղակի հենց այնպես սովից մեռնես կամ առանց հագուստ ցրտահարվես, դու տեսնում ես Աստծո հոգատարությունը, ամեն մի անվան մեջ թաքնված է Աստծո էությունը, հա, ոնց են մարդիկ Աստծուն տեսել իրանց կյանքերի մեջ, եւ ամեն մեկը անվանել է այնպես, ինչպես Աստծուն տեսել է, հասկացել է, ու շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ Աստված անտարբեր չի իմ ու քո կյանքի համար, որ Աստված ինքը իրականից հոգատար է եւ ինքը հայր է, որ մի ծնողն է երեխուն, որ ծնում է էլ հոգ չի տանում, ասում է սոված ես հենա արտը գնա գլխի ճարը տես, չոչարա, սողա, ոնց ուզում ես գնա հասի քո հոգը տար, հա, լողանալ ես ուզում, սպասի անձրև կգա, երևի ոչ մի ծնող, չէ, նախորոք հոգ ենք տանում, նախորոք տեղ ենք պատրաստում, նախորոք հագուստներ ենք գնում եւ ամեն բան պատրաստում ենք, որովհետեւ գիտենք դա անհրաժեշտ է այդ երեխային, երբ որ այդ երեխան լույս աշխարհ գա։ Հիմա Աստված մեզ ծնել է, Աստված մեզ դրել է, ինչ Աստված չգիտի, որ մեզ ինչ անհրաժեշտ այսօրվա մեր կյանքում, ինչ անհրաժեշտ վաղը, ինչ անհրաժեշտ մեր կյանքի ընթացքում, միթե Աստված չգիտի։ Գիտես, ուզում եմ միտեղ կարդամ քո համար Հովհաննես 10:10։ Հիմա կասես, դա ինչ կապ ուներ այս մեր խոսացածի հետ։ Գրված է, գողը չի գալի, բայց միայն որ գողանա եւ սպանի եւ կորսսնի։ Այսինքն մենք հասկանում ենք գողի նպատակը ոչ միայն գողանալն է, այլ նաև սպանի եւ կորսսնի։ Գիտես, դա սատանայի բնավորությունն է։ Հիմա եկեք տեսնենք մեր հոր բնավորությունը։ Ես եկա, որ կյանք ունենաք եւ էլ ավելիով ունենաք։ Ոչ թե մենակ կյանք ունենաք եւ ավելիով ունենաք։ Երբ որ դու գնում ես կաֆե, ռեստորան, ինչ որ միտեղ, չէ, սուրճ ես խմում, ինչ թեյա վճար ես թողում, չէ, ավելիով ես չէ վճարում։ Ինչի համար, որ այդ մարդը քեզ սպասարկեց, բերեց քո ուզածը, հասցրեց տեղ։ Մենք երբեմն տունը չենք անում, տղամարդիկ, երևի պետքա կանանց այդքան ծառայում են մեզ գիշեր-ցերեկ, ավելիով վճարենք։ Դու տեսնում ես Աստծո բնավորությունը ասում է, որ ավելիով ունենաք։ Այսինքն Աստված շահագրգռված է, որ մենք ավելիով ունենանք։ Գիտես, գողը եկա, որ գողանա։ Միգուցե քո խաղաղությունն է գողացե։ Միգուցե քո ուրախությունն է գողացե։ Միգուցե քո առողջությունն է գողացե։ Միգուցե մեկի ֆինանսներն է գողացե, միգուցե մեկի փոխհարաբերություններն է գողացե, միգուցե շնորհքն է գողացե, մեկի ամուսնուն, մեկի կնոջը, մեկի երեխային, հա, թեկուզ մի տան մեջ իրար հետ չեն շփվում։ Գիտես, ուզում եմ, որ հասկանանք, որ մեկը կա, որ դրան մասնակից է եղել, որ այսօր գողը եկել է, գողացել է քո ընտանիքի ուրախությունը, միաբանությունը, խաղաղությունը։ Բայց բարի լուր ունեմ, Առաքած 6:31-ում ասում է, թեկուզ գողը սոված է լինի, հաց ուտելու համար գողանա, բայց եթե բռնվի, յոթնապատիկը պիտի վճարի։ Ասա յոթնապատիկը։ Հիմա պատկերացրու, ինչ է սատանան քեզանից գողացել։ Միգուցե առողջությունդ, միգուցե ֆինանսներդ։ Հիշի, ինչ է գողացել։ Հիշեցիր։ Հիմա ասում է, եթե բռնվի, մենք գիտենք ով է գողը։ Բռնվել է, չէ՞ արդեն։ Ուրեմն ինչ պետք է անի, յոթնապատիկը պետք է վճարի։ Իր հայացողության վրա չի, կվճարի թե չէ, գրված է պետքա վճարի, իր տան բոլոր ստացվածքը պետք է տա,
Եթե չունի վճարելու բան, իր տան բոլոր ստացվածքը պետք է տա։ Այսքան մարդ է կողոպտում, ունի, չէ, ինչ վճարի։ Հիմա, երբ որ մենք չգիտենք, չենք պահանջում, բայց երբ որ գիտենք, սկսում ենք կանգնել Աստծո խոստմունքների վրա, սկսում ենք պահանջատեր դառնալ։ Ես հիշում եմ մեր եղբայրներից մեկի մեքենան եկել են հետևից, տխկացրել էին։ Երբ որ կոտրվել էր, շատ էինք տխրել ու շատ նոր մեքենա է, ինչի տենց եղավ։ Ես գնացել ու աղոթում էի Աստծուն, ասում եմ, Աստված ջան, նոր մեքենա է, ինչի համար։ Ես աղոթում էի այդ մարդու համար, որովհետև երբ որ մի գույք ես ձեռք բերում, ուրախանում ես, հանկարծ սիրտդ չփշրվի, հանկարծ չկոտրվես, հանկարծ չասես, ինչի սենց եղավ։ Ու երբ որ աղոթում էի, ու գիտես ինչ, հասկացա, որ կա փոխհատուցում, ստրախովկա։ Չէ, նամանավանդ նոր մեքենաները ստրախովկա արած է, երբ որ դու ճիշտ ես, եթե դու սխալ չես, քեզ փոխհատուցում են։ Տենց հա թե տենց չի, տենց հա չէ։ Իսկ եթե դու ես մեղավորը ու չունես ամբողջական փոխհատուցում, քեզ չեն փոխհատուցում, մենակ դու ես փոխհատուցում, կամ քո փոխհատուցումը այդ մարդուն ու մեքենան դու վնասել ես։ Գիտես, ես հասկացա, որ հոգևոր աշխարհում դա էլ է գործում։ Նույնպես կա, փաստորեն, եթե բռնվի յոթնապատիկը պետք է վճարի, եթե քո մեքենային հարվածել են, ու ներկա ես ու տեսել ես բռնվել է հարվածողը, իրանք փոխհատուցում են քո մեքենայի այդ անսարքությունները, ինչ որ վնասել են, քերձել են, ջարդել են, ճիշտ է, չէ։ Գիտես, դուրս է գալի, որ հոգևոր աշխարհում էլ կա այդ պրինցիպը, դա գործում է մեր կյանքում։ Հիմա ես չգիտեմ քո կյանքի իրավիճակները, ես չգիտեմ ինչի մեջ սատանան կարացել է հաջողության հասնի, բայց այսօր ժամանակն է փոխհատուցելու, այսօր ժամանակն է պահանջելու, այսօր ժամանակն է վերցնելու այն ամենը, ինչ որ դու պետք է ունենայիր եւ չունես։ Գիտես, Զաքարիայի մեջ հետաքրքիր մի բան է գրված 9-րդ գլխում. Ետ դարձեք ամրոցը, ով հույսի գերիներ, այսօր էլ ծանուցանում եմ, թե կրկնապատիկ եմ վճարելու քեզ։ Հույսի գերիներ, հետ դարձեք ամրոցը։ Գիտես, երբ որ մարդը գերի է, ինքը չի կարա հետ դառնի։ Միգուցե հույսը կորցնում է մարդը, երբ որ գերի է, ինքը իր կամքը չունի, իր որոշումը չունի, հա, իր այդ ոնց կուզենը տենց կվարվեն։ Բայց մի հետաքրքիր բան, որ ասում է հետ դարձեք դեպի ամրոցը։ Ով է այդ ամրոցը։ Մենք գիտենք, որ Սաղմոսների մեջ ասում է Աստծո անունը ամուր աշտարակ է, եւ արդարը կփախնի եւ ապաստան կգտնի, որտեղ այդ ամուր ամրոցի մեջ, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Եթե մի քիչ վերև կարդակ ես գլխի, կտեսնեք, որ Հիսուսը գալիս է, Փրկիչը գալիս է, Էմանուելը գալիս է, ավանակի եւ նրա ձագի վրա հեծնած մտնում է Երուսաղեմ։ Էմանուել Տերը մեզ հետ է։ Գիտես, եթե Աստված քո հետ է, եթե դու Աստծո հետ ես, ավելի ճիշտ կլինի ասելը, որովհետև Աստված մեզ հետ է։ Ուրեմն կա փոխհատուցում քեզ համար, ուրեմն կա, որ դու հետ դառնաս այդ անվան մեջ, այդ ամրոցի մեջ, ու Աստված ասում է ես քեզ կրկնապատիկ եմ վճարելու, մենակ իմ հետ եղի, մենակ վարվի տենց ոնց որ ես եմ ասում, մենակ քայլի տենց ոնց որ ես եմ ուզում, ես եմ քո փոխհատուցումը տալու, քո համար ինչ տարբերություն։ Գիտես, շատ հետաքրքիր է, օրերից մի օր մեր տունը աղոթք էինք անում, ու աղոթքի ժամանակ այնց ստացվավ, որ ես եմ աղբերս մամասա, չեմ հիշում, այդ ժամանակ քուրս մեր տանն էր, թե չէ, աղբորս կինն է, հա հարսն է, ու բոլորս ծնկաչոք աղոթք էինք անում մեր տանը, պապաս այն կողմի վրա հեռուստացույց էր նայում, հանկարծ իր մտքով մի բան անցավ, ու ինքը կանգնեց աղոթքի։ Դե մենք իր աղոթքը չենք լսում, ինքը մտքի մեջ աղոթում, ասում է Աստված ջան, դե որ սրանք այսքան աղոթում են քեզ, եթե դու այս աղոթները լսում ես, ինչ կլինի։ Հիմա ես էլ եմ ուզում քեզ հարցնեմ, տենամ լսում ես թե չէ, հա։ Հիմա 200 թե $300, լավ չեմ հիշում, ինչ որ մեկը պապայիցս վերցել էր ու մոտ 2-3 տարի չէր վերադարձրել։ Ու այդ օրը պապաս որոշում է աղոթի։ Ասում է, հիմա դե որ դու աղոթները լսում ես, ինչ կլինի, այդ մարդուն փող տուր,
Թող այդ մարդը մեր փողը մեզի տա, վերադարձնի մեր փողը։ Գիտես, ու աղոթքը երբ որ պրծավ, դե աղոթքից հետո ոնց է սաղը ժպիտները դեմքներից, նայում եմ ես մամաս նայում աղբերս նայում հարսին վերջը, սենց շատ լավ ենք զգում աղոթքից հետո, պապաս ասեց, այսօր ես էլ եմ աղոթե։ Սաղը զարմացանք, ասենք, պապ, ինչ ես աղոթե։ Ասեց, այսօր աղոթել եմ, որ մեկը փողը մեզանից վերցրե, այսքան տարիներ առաջ, ու չի վերադարձե։ Ասել եմ, դե որ աղոթքը Աստված լսում է, թող այդ մարդուն փող տա, որ ինքն էլ մեր փողը մեզի տա։ Ասենք, պապ, ինչ էլ լավ աղոթք ես արել, ինչ էլ ճիշտ աղոթք ես արել, միգուցե չունի այդ մարդը, որ չի տալիս։ Ու գիտեք ինչն էր հետաքրքիր։ Շրջվի կողքին տասը, հետաքրքիր է։ Որ Աստված պատասխանեց այդ աղոթքին։ Հենց նույն օրը այդ մարդը բերեց գումարը վերադարձրեց։ Երբեմն մենք չենք խնդրում մեր արարչին, մեր Տիրոջը, մեր Հորը, երբեմն չենք պահանջում այն ինչ որ մերն է, ժողովուրդ։ Տեղեր կա դու զգում ես Աստծուց մղում, որ ասում ես պետք չի։ Պահի քեզ, դա քեզ օրհնություն է։ Բայց տեղեր էլ կա, որ Աստված ուզում է վերադարձնի։ Քո աշխատանքը, քո քրտինքը, գիտեք, չէ՞ որ Աստվածաշունչը ասում է, եթե դու մարդա քո մոտ աշխատում, մինչև երեկո նրա աշխատավարձը 10, օրավարձը 10։ Չպահես հաջորդ օրվան, այդ օրը 10, դա Աստծո բնավորություններից մեկն է, որ մենք տեսնում ենք Աստված սիրում է, եթե մեկին աշխատացրել ես, փողը 10։ Այս աշխարհն ինչ է սիրում, աշխատացնի ու փողը չտա։ Աստված սիրում է, որ փողը տանք։ Ես չգիտեմ, միգուցե դու վարսավիր ես, մատների հարդար ես, միգուցե դերձակ ես, միգուցե շինարար ես։ Երբ որ դու աշխատում ես, Աստված ուզում է, որ քո փողը տան։ Երբ որ քո մոտ են աշխատում, Աստված ուզում է, որ դու իր փողը տաս։ Հետաքրքիր է, չէ՞, Աստծո պրինցիպները։ Այսինքն մենք հասկացանք, որ Հիսուսի անունը եւ Հիսուսը նա է այն ժայռն, որի մեջ մենք գալով ինքը խոստանում է մեզ կրկնապատիկ վճարի։ Անկամ ավելիով, որ ես կարդացի այն խոսքը, ավելիով Հովհաննես 10:10։ Ելից 12 35-36 խոսքը։ Այստեղ մի հետաքրքիր պատմություն է, երբ որ մարդկանց աշխատավարձները դարերով չէին տվել։ Եթե մի քիչ ես կողմ, մի քիչ են կողմ, մոտավորապես երևի միգուցե 400 տարի։ Մարդիկ աշխատել էին, ստրուկ էին եւ աշխատավարձները չէին իրանց վճարել։ Ու տարիներով, դարերով այդ աշխատավարձները կուտակվել էր իրանց ֆոնդի վրա, սատանան շատ լավ էր զգում, օրերից մի օր Աստված ասեց, գիտես ինչ արա, Մովսես, գնա իմ ժողովրդին ասա մի գառ վերցնեն եւ զոհեն եւ այդ գարյան արունը վերցնեն դռների տախտակների վրա քսեն։ Այդ կասյակների վրա թող արյուն լինի, որտեղ արյուն լինի, մահվան հրեշտակը չի մտնի, դրանից հետո ձեզ մոտ ազատություն կգա։ Գիտեք, գառը գիտենք, որ Հիսուս Քրիստոսն է եւ իր թանկագին արյունը պաշտպան էր մահվան հրեշտակի համար։ Ու այսօր էլ մեզ սրբում է, մաքրում է եւ պահապան ու պաշտպան ենք։ Երբ որ մենք Տիրոջ պաշտպանության մեջ ենք, իր այրան ներքո ենք, մենք պաշտպանված ենք, որպեսզի այդ անօրենը, այդ գողը մեր տները չմտնի։ Ու հետաքրքիր բան կա Եկեք կարդանք 35 խոսքը։ Եվ Իսրայելի որդիները Մովսեսի խոսքի պես արին, եւ եգիպտացիներից արծաթեղեն զարդեր եւ ոսկեղեն զարդեր եւ հանդերձներ ուզեցին։ Հիմա ուշադրություն։ Եվ Տերը ժողովրդին շնորհք տվավ եգիպտացիների առաջին, եւ եգիպտացիք նրանց ուզածը տվին, եւ նրանք կողոպտեցին եգիպտացիներին։ Ասում Աստված ինձ արեց իրանք շնորհ գտան եգիպտացիների առաջը եւ եգիպտացիները տվեցին ինչ ուզում էին։ Ու գրածա կողոպտեցին, այսինքն սա աշխատավարձը, որ տարիներով աշխատել էին ծրի, իրանց հայրերը, իրանց հայրերի հայրերը, իրանց հայրերի հայրերը, բոլորը վերցրեցին, պատկերացնում ես։ Եթե քիչ հետո կարդանք, որպեսզի դու պատկերացում կազմես ինչքան էր դա,
Ահարոնը երբ որ կուրք էր սարքում, Մովսեսը զբաղված էր ծոմի աղոթքի մեջ էր, ու ասեց մենակ գինդերը բերեք, ականջողները, որպեսզի պատկերացնեք ինչքան շատ էր, մարդկանց աչքին չերևաց էլ այնքան բերեցին, ասում է ոսկե ցուր սարքեցին, հոր սարքեցին ու պաշտեցին։ Մենակ ականջողներով պատկերացրեք։ Ինչքան շատ էր։ Այսինքն Էլ Շադայ, Աստված առատաձեռն Աստված է։ Աստված ուզում է քեզ առատապես օրհնի։ Մենակ թե իր կամքի մեջ լինես, մենակ թե իր ուզածը անես։ Գիտես, օրերից մի օր ամեն այս տարի մարդու չասեք, պապաս ասում է, բայց տարի ո՞նց եք նոր տարի անելու։ Ամեն նոր տարի այդ հարցը մեր տանը հնչում էր։ Այ պապ ջան, ամեն տարի ո՞նց ենք արել, այս տարի էլ տենց ենք անելու էլի։ Ու մեր դուրը զանգեցին, երբ որ մեր դուրը զանգեցին, դուրը բացեցին, երկու հատ երիտասարդ տղա մտան մեր տուն, բարև ձեզ, ձեզ Ամերիկայից գումար են ուղարկե, վայ տղա ջան, ինչքան են ուղարկե, եթե չեմ սխալվում, որպեսզի մեղք չգործեմ, $300, կամ 200 կամ 300, բայց եթե չեմ սխալվում, 300 էր։ Հա, այդ պապաս ասեց, վայ տղա ջան, բայց ով է մեզ ուղարկե Ամերիկայից այդ գումարները, ասեց, դե ով ունեք Ամերիկայում, ասենք ոչ մեկ չունենք, հələ լավ հիշեք, ոնց հիշում ենք, ոչ մեկ չունենք, ասում ենք, դե չէ, չգիտենք, ոչ մեկ չունենք, բարեկամներ չունենք ընդեղ, հա, բայց ձեզ գումար են ուղարկե, այս հասցեով են ուղարկե, մեկ էլ պապաս ասեց, հա, տղա ջան, մեր կողքի շենքը 4-ի անա, մեր շենքը 4-ն է, այնտեղ 4-ի անա, միգուցե 4-ի ան են ուղարկե, այս տղերք ասին, լավ, գնանք այդ դեպքում հայրիկ ջան, այնտեղ ստուգենք, գնացին ու չվերադարձան, այդ ժամանակ մամաս դուրս եկավ իր աղոթքի սենյակից, դու հասկացար ինչ տեղի ունեցավ, ասում եմ, ինչ տեղ ունեցավ, մամա ջան, կարող Աստված մեզ փող է ուզում օրհնի, ասում եմ, չէ, մարդիկ սխալվել էին, 4-ի փոխարեն 4-րդ էին եկել, մեր տուն էին եկել, սխալվել էին, դե որը տենց է, ես գնամ աղոթեմ, մամաս գնաց աղոթելու, որ Աստված ուզում է մեզ օրհնի, ոչ մեկը ցտես չենք աղոթում, չէ, Աստված ջան, եթե դու ուզում ես մեզ օրհնես, օրհնի, այսօր ձեզ սովորացնում եմ գաղտնիքներ օրհնության, մեր անցած ճանապարհներից, Հաջորդ օրը համարյա թե նույն ժամի, երեկոյան ժամին մեր դուրը զանգեցին, պապաս դուրը բացեց ովքեր էին, էլի նույն երիտասարդները, հայրիկ ջան, բարև ձեզ, տղես սենց հայր, տղեք 4-ի գնացեք, ասես չէ, այս անգամ 4-րդն է, եկավ ներս, ով ունեք, հլը հիշեք, տղա ջան, երեք ասինք, որ ոչ մեկ չունենք, մի հատ հարևան ունենք, մի 30 տարի է Ամերիկայում է, այդ հարևանի անունն ինչ է, մենք էլ ասինք հարևանի անունն ինչ, ասես ճիշտ է, ինքը ձեզ փող է ուղարկել, գիտեք, 30 տարի մարդ Ամերիկայում էր, հենց 3 բդի հիշեր, երբ որ մամաս մտավ Աստուն ասեց, Աստված ջան, եթե ուզում ես օրհնես մեզի Ամերիկայից օրհնի, միթե սա Աստծո գործը չի, միթե սա Աստծո շնորհ գտնելը չի, գիտես, ուզում եմ այսօր շատ ավելի ուրիշ կողմից Աստծուն նայենք, շատ ավելի վստահենք, շատ ավելի հույսներս դնենք Աստծո վրա, ամեն, Աստծո ձեռը քարի տակ չի, պատկերացնում ես քո ուզած ինչքան Աստծո առաջ, համարյա չեր, մի հատ փոշու հատիկի չափ, ինչ էլ ուզես, պատկերացնում ես, Եսայի մարգարեության 58:12, ստեղ խոսում է 58 գլուխ ամբողջության ծոմի մասին, խոսում է, որ մաքրի անձդ, բարություն արա, լավություն արա, առատաձեռն եղի և 12 խոսքից, և քոնոնք պիտի շինեմ մշտակա ավերակները, և դու կկանգնես դարերից ի վեր ավերակ հիմերը և քեզ մի քիչ սխալ կարդացի, և դու կկանգնեցնես դարերից ի վեր ավերակ հիմները, այն որ քո կյանքում ավերակներ է, միգուցե փոխհարաբերություններն է, միգուցե առողջությունը տա, միգուցե ֆինանսականը տա, գործերը տա, միգուցե ընտանիք տա ավերակ, ես չգիտեմ, ամեն մեկը լավ գիտեք,
ու ասում է դու կկանգնեցնես դարերից ի վեր այդ ավերակ հիմքերի աշխատանքը գիտենք, չէ, ամենադժվարն է, չերևացողն է, դու այդ ամեն ինչը կկառուցես։ Շարունակենք։ Խրամակարկատ եւ շեն ճանապարհները կվերանորոգես։ Ռուսերենում շատ ավելի հետաքրքիր էր գրած, ես այդ տեղը դրա համար վերցրեցի։ Ռուսերեն լավ էլ չեմ կարդում, որ կարդամ։ Восстановление развалин, возобновление путей для тебя, в общем. Գիտես, քո ճանապարհները կկառուցես, քո հիմերը կկառուցես, բայց երբ որ լսես ու կատարես Աստծո խոսքը, այստեղ ես թեստե չես, ընդունում ես մի բան քո կյանքի համար, վերցնում ես մի բան, հիմա Ալվինան ընկավ, ոտը կոտրվեց, հիմա պետք է ասի Աստված ջան, կրկնապատիկ առողջություն եմ ուզում, կրկնապատիկ վազելու եմ քո գործի համար, քո նպատակների համար, քո ծրագրերի համար, քո եկեղեցու համար, իմ ընտանիքի համար, որ դու ինձ տվել ես, գիտես, ամեն ինչ կրկնապատիկ ենք այսօր պահանջելու, էլ չեմ ասում, որ առաջի խոսքը կարդացի 7-նապատիկ, սկսեք հավատներդ մեծացնել, սկսեք կամանց ուզել, այն ինչ որ ձեզ է պատկանում, ամեն, Աստված ասում է, որ դու լինելու ես այդ մարդը, որ վերականգնելու ես, միգուցե քո հորը չեն վճարել, միգուցե քո պապուն չեն վճարել, այսօր այդ օրն է, այսօր դու այդ ճանապարհները հարթելու ես, դու այսօր ճանապարհները շինելու ես, կառուցելու ես, այսօրվանից խոպան չես դառնում, ասֆալտի գործ ես անում, հոգևոր ճանապարհները շինելու, գիտես, միգուցե դարերով դուք ընտանիքներով թշնամին եք, այսօր այդ օրն է, որ կառուցեք այդ ճանապարհները, այդ մոստերը գցեք, ամեն Լավ, շատ արագ գնամ, բայց մենք անելու բան ունենք, երբ որ մենք Աստծո կամքի մեջ մնանք։ Գիտես, Հոբը մի հետաքրքիր անձնավորություն էր, որ համ հարուստ էր, համ հարգանք ուներ, ծերերից մեկն էր այդ քաղաքի, այսինքն ամեն հարց լուծում էր, իմաստություն ուներ շատ ուժեղ, Աստծուն սիրում էր շատ, բայց Աստված ընտրեց իրան փորձելու համար, հա։ Ու փորձի չեկավ, փորձեց, մենք գիտենք, որ իր ունեցվածքը գողացավ, գիտենք, որ իր երեխեքին գողացավ, գիտենք, որ մի հատ կին ուներ էլ ասում էր Աստծուն անիծի ու մեր փոխհարաբերություններ ընտանիքի մեջ խզվել, փչացել արդեն ամուսին կին, ուներ ընկերներ, որ ամեն իր քեֆին, ուրախությունին մասնակից էին լինում, լավ կենացներ էին ասում, մեկ էլ տեսանք, որ ընկերներն եկան ու արդեն մեղադրում էին իրան եւ այդպես շարունակ Կյանքը դրախտից դարավ դժոխք, ամեն բան քանդվեց, այդքանը քանդվել էր հերիք չէր, առողջական լուրջ խնդիրներ սկսեցին, շատ լուրջ, էլ որ ցավերին էլ չէր դիմանում, էլ որ արդեն, վերջն է, արդեն են որ մեռնելը լավ է, քանստե ապրելը անիծում էր իր ծնված օրը, ու հետաքրքիր Աստված գալիս է, այդ մարդու մոտ, որ իրա համար կյանքը վերջացել էր, որ իրա համար մեռնելը շահ էր, ապրելը դառնություն։ 10-րդ խոսքը 42 գլխի։ Եվ Տերը ետ դարձրեց Հոբի գերությունը, երբ որ նա ինչ արեց, ընկերների համար աղոթեց։ Երբ որ նա իր ընկերներին ներեց, երբ որ Աստված եկավ ընկերների մոտ ասեց սաղից սպանելու եմ, դուք ուղիղ չխոսացիք իմ մասին իմ ծառա Հոբի հետ, սաղից սպանելու եմ, դուք կեղծավորներ եք, դուք երեսպաշտներ եք, բայց մի պայմանում չեմ սպանի ձեզ, եթե Հոբը աղոթի ձեր համար, պատկերացնում եք, այդ մարդկանց կյանքը Հոբի ձեռքերի մեջ էր, Հոբը որոշեր, մեռնեն թե ապրեն, հələ քո իրավիճակը պատկերացրու, քո թշնամիներին, կամ քո մտերիմներին, որ քեզ ցավացրել են, ու այս իրավիճակը, ինչքան մեծ էր Հոբը, ընկերների համար աղոթեց, երբ որ Հոբը ընկերների համար աղոթեց, ինչ-որ բան ազատագրվեց իր կյանքի մեջ, իր ընտանիքի մեջ, եկեք շարունակությունը կարդանք, նաև Տերը կրկնապատիկ ավելացրեց Հոբի բոլոր ստացվածքը,
Երբ որ ինքը ցանկացավ իր դիմացինին, երբ որ ինքը կանգնեց դիմացինի համար աղոթքով, Աստված ջան, թող չմեռնեն, օրհնի իրանց կյանքը, օրհնի իրանց ընտանիքները, օրհնի իրանց բիզնեսները, օրհնի իրանց հոտերը, օրհնի իրանց արտերը ու բերքն ու բարիքը։ Գրված է Հոբը կրկնապատիկ օրհնվեց։ Ասա կրկնապատիկ։ Իսկ մի քիչ վերև որ կարդան կտեսնեք, որ Հոբը ամենահարուստ մարդն էր։ Ավելի հարստացավ։ Իհարկե ամեն հարուստ չի, որ Աստված է օրհնում։ Բայց գրված է հարուստներին զբաղմունք հա տվե։ Այն հարուստներին, որ Աստծով չեն հարուստ։ Բայց դու հարուստ ես, որովհետև Հիսուս ունես։ Դու ամենաթանկ գանձը ունես։ Այն մարդը, որ իր ունեցվածքը ծախում է, գնում այն արտ առնում է, որտեղ գանձ կա, այդ գանձը Հիսուսն է, որ դու ամեն բան թողել ես, այսօր եկել ես իր գիրկը։ Ամեն։ Գիտեք, մենք անելու բան ունենք։ Մենք աղոթելու տեղ ունենք, մենք օրհնելու տեղ ունենք մարդկանց։ Եթե ուզում ես օրհնվես, ուրեմն մի եղի թշնամի ինչ-որ մեկի հանդեպ, թշնամաբար մի լծվի, բարիությունով լծվի ու Տերը քեզ կորհնի, քո ձեռքի գործը կորհնի, կրկնապատիկ կորհնի, համաձայն ես թե չէ, պատրաստ ես անելու, ես կոմը պատրաստ է, ես կոմը օրհնվում է, կամ ես կոմը լսում է, կարող ես դինամիկը չի աշխատում ժողովուրդ, պատրաստ ես օրհնվելու, ամեն, այ հիմա նման էր, Փառք Աստծուն։ Գիտես, Աստված խոստանում է։ Ես չեմ խոստանում, որ վաղը չեմ իսօր գաս ասես, ես մի հատ ավտո ունեի, ասեցիր կրկնապատիկ, բա ուր է մյուսը։ Այդ կեթաս ընդեղ։ Երկրորդ օրինաց 11:13։ Եվ եթե լինի, որ ուշադրությամբ լսես իմ պատվիրանքները, որ գաս ինձ ասես, կասեմ, ուրեմն ուշադրությամբ չես լսել։ Որ այսօր ձեզ պատվիրում եմ, որ ձեր Տեր Աստծուն սիրեք, ինչ անեք, այսինքն չի լինի, աշխարհը սիրես, աշխարհի հետ սիլի-բիլի անես, գնաս նշանացից Հիսուսից ուզես, և նրան պաշտեք ձեր բոլոր սրտով և բոլոր հոգեով, երբ, բոլոր սրտով, Չէ, նես չէ, մի քիչ, դե Աստված ջան, եկա իմ կիրակին տվեցի քեզ, հերիքա, չէ, եթե մեկին սիրում ես, ինչ կապ ունի, կիրակի է, շաբաթ է, երկու շաբթի է, 3 շաբթի է, 4 շաբթի է, 5 շաբթի է, ուրբաթ է, թե էլի շաբաթ է, չէ, ասում է, ձեր բոլոր հոգիովը, 14 խոսքը, այն ժամանակ, Աստված պայման է տալի, եթե դու տենց անես, տես ես ինչ կանեմ, ձեր երկիրը անձրևը և իր ժամանակին կտա, առաջին և վերջին անձրևը, և կժողովես քո ցորենը, քո գինին և քո յուղը, երբ որ դու իմ հետ կլնես, այդ ժամանակ կհավաքես, անձրևը իր ժամանակին կտամ, երազ չի լինի քո կյանքում, հիմա ուզում եմ մեկնաբանեմ ցորենը, գինին և յուղը, Ցորենը դա Աստծո խոսքն է, ցորենը դա Հիսուս Քրիստոսն է, պակաս չի լինի քո կյանքում, պատկերացնում ես, գինին ինչ է, այրունն է, հաղորդությունն է, որ մեզ սրբում է, սրբության պակաս չի լինի, Հիսուսի հետ հաղորդության պակաս չի լինի ժողովուրդ, իսկ յուղը ինչ է, Սուրբ Հոգին է, օծությունն է, այդ ժամանակ օծություն կունենաս, Տիրոջ գործերը անելու, ոնց որ ուներ Աբրահամը, ոնց որ ուներ Իսահակը, ոնց որ ուներ Հակոբը, ոնց որ ուներ Հիսուսը, ամեն, եթե Մովսեսին նա դուր գալի, այսօր գնա արդեն Կարմիր ծով ու փորձեր արա, հավատքդ ուժեղացրու, սրի հավատքդ, Կամ կանգնես ու երկնքից մանանայա թափում ձնի պես, հավաքում ես ուտում ես, սող ասում են ես ոնց հալնում, մենակ սրա գլխին է թափում, հոգևոր իմաստը հասկանում եք, սկսում ենք հոգևոր հաց, սկսում ենք հոգևոր ուխտը վերականգնել, հիմա ես կնոջս հետ ուխտի մեջ եմ, մնես չի, ուր ուզեմ եթամ, ինչ ուզեմ անեմ, կզանգի կասի տղա ուր ես,
Մանավանդ սաղ տեղերը աշկեր կա, պատերը աշկեր ունեն, ակաշներ ունեն, ուր ինչ ուզում ես գնա, քեզանից շուտ գալի հասնումա տեղ, հա։ Լավ չի, որ մաքուր սուրբ ապրենք, հավատարիմ, անկախ նրանից տեսնում չի տեսնում, զանգում չի զանգում, հա։ Հո երեկվա երեխեն չենք, տենց աշխարհում ես, հա, եկել ես Աստծոտուն, էլի տենց հո չես մնալու։ Հիմա Աստված մեզ պայման է տալի, եթե այդ անեք, ես ձեզ կորտնեմ։ Եթե այդ անեք, հացի պակասություն չեք ունենա, գինու պակասություն չեք ունենա, յուղի պակասություն չեք ունենա։ Երկրորդ օրինաց, ինքան շուտ է ժամանակը, այդում չեն կարան, հենց անենք, որ դանդաղ է ժամանակը ֆռան։ 39 Եվ քո Տեր Աստվածը կառատացնե քո ձեռքի բոլոր գործերը։ Որովայնի պտուղը, անասուններիդ պտուղը, երկրիդ պտուղը բարիքի համար, որովհետև Տերը դարձրեց դարձյալ կուրախանա քեզ վրա բարիքի համար, երբ որ դու օրհնվում ես, Աստված ուրախանում է քո վրա այդ բարիքների համար։ Պատկերացնում ես, մենք գիտենք մենակ փրկվելուց է Աստված ուրախանում։ Պարզվում է քո երկրի պտուղը, քո որովայնի պտուղը, քո ձեռքի գործը, երբ որ դու ուրախանում ես դրանով, աշխատավարձ ես տանում, Աստված էլ է ուրախանում, գիտեիր դրա մասին, թե գիտեիր մենակ դու ես ուրախանում։ Ինչպես որ քո հայրերի վրա ուրախացա Աստված ասում է, ոնց որ քո հերերը ինչ որ մի լավ բան էին անում, ուրախանում եմ, տենց է քո վրա եմ ուրախանում։ Երբ որ դու քո Տեր Աստծո ձայնին հնազանդես եւ այս օրենքի գրքի մեջի գրվածը Աստծո պատվիրանքները եւ կանոնները պահես եւ բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ քո Տեր Աստծուն դառնաս։ Պայման է դնում Աստված։ Երբ որ դառնաս քո Տեր Աստծուն, այդ ժամանակ էլ կուրախանաս, որովհետև ինչ որ անես հաջողակ կլնես։ Բայց այն ժամանակների համար է գրված, հիմա սանցաներ գոյություն ունի, կորոնավիրուս գոյություն ունի, այս գիրքը չի համապատասխանում հիմիկվա իրականությանը։ Ավելի լավ ժողովուրդ, այն ժամանակ պետք է բերեին մի կիլո յուղ տային, կարտոլ տային, խնձոր տային, հիմա ծլնք, SMS-ը գալիս է, նայում ես քարտիդ վրա փող եկավ։ Ավելի է հեշտացե օրհնությունները։ Համաձայն ես թե չէ։ Ուսում եմ այսօր կիրառ ես քո կյանքի մեջ ես ամեն ինչը։ Ոնց հավատաս տենց կլնի, ոնց ընդունես տենց կլնի։ Ինչի բաց չլնես օրհնությունների համար։ Ես հեռախոսս դնում եմ կողքս, որ հանգարց գիշերը SMS-ա գալի, որ ձայնը լսում եմ, անպայման փորձում եմ նայեմ ու հաճախ էսպես է տենաս էս ինչ էր կարող աղոթքի կարիք կա որ գրեց միշտ չգիտես խի վատն ես հա սպասում գիշերվա կես խի չծնգա որ գիշերվա կես հելնես տենաս գումար օրհնեց մեկը քեզ ուրախանաս մի հատ լավ տրամադրությունով քնես մի հատ էլ լավ երաս տենաս Աստված ասի ես քեզ սիրում եմ դրա համար էդ եղավ Հովել 2:23 որ չասես մենակ այդ տեղն էր էլի ասում է 2-3 վկայությունով Եվ ով Սիոնի որդիք ցնծացեք եւ ուրախացեք Տիրոջով ձեր Աստծով որ կտա ձեզ ուսուցիչ արդարության համար Ումով ուրախանանք Հիսուսով որ փողա գալի ումով պետք է ուրախանանք Փողով Հիսուսով որ Հիսուսը տվեց, չէ, գիտակցենք, չէ, ասում է, որ արդարության համար ձեզ ուսուցիչ է տալի, արդարության ուսուցիչ, ով է այդ ուսուցիչը, Հիսուս Քրիստոսը Սուրբ Հոգին, չէ, ինքը մեզ կսովորացնի ասեց Աստծո խոսքը, Հիսուս անձամբ ասեց, ով արդարության ուսուցիչը, և ձեզ համար անձրև կիչեցնե առաջին և վերջին անձրևը, առաջվա պես, Իրա ժամանակին անձրևը կգա, չի հուշանա, 24 խոսքը, և կալերը կլցնեն ցորենով և հնձանները կհորդեն գինիով և յուղով, նորից կրկնվեց, և ես կհատուցանեմ ձեզ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, երևելը և խառնիճը,
այն իմ զորքերը, դրանք մորեղ բան սենց կենթայիներ են, որ գալի փչացնում են քո բերքն ու բարիքը։ Ասում է, այդ տարիների կորցրած, այդ երաշտի պատճառով պտուղ չունեցած ժամանակդ ես կվերադարձնեմ։ Պատկերացնում ես, ես մտածում եմ, մեկը բանտում անստած, իր տարիները փակ պատերի մեջ անցնում, չի կարում զարգանա կամ չի կարում առաջանա, ինչ-որ մի բան չի կարում ձեռք բերի, տարբեր մարդիկ տարբեր բանի մեջ հետ են ընկնում, ու Աստված ասում է, ես կվերականգնեմ այդ տարիները։ Համաձայն ես, որ Աստված վերականգնի։ Իզորու է Աստված այդ տարիները վերականգնելու։ Հիմա դու հարց ես տալի, բա ո՞նց կվերականգնի։ Հավատում եք, որ Դավիթը շատ ուրախ տղա էր, ոչ մի բանի կարիք չուներ։ Գար էր արածացնում իր հոր տան մեջ։ Հավատում եք։ Օրերից մի օր մարգարեն եկավ, յուղը լցեց գլխին, ասեց այսօրվանից թագավոր ես, պրոբլեմները սկսավ։ 16 տարի քարանձավներում ու եսին որտեղ արենք էր ապրում, որ հանգարտ երկրի թագավորը չբռնի, թե չէ վիզը կթռցնի վերից։ Վերականգնեց Աստված։ Կար մի հատ Հովսեփ, էլի ոչ մի խնդիր չուներ, հարս մարդու տղա էր, պրոբլեմ չուներ, իրանից առաջ լիքը աղբերներ ուներ, մի օր սրա շալակներ նստում, մի օր նրա շալակներ նստում, ինչ ուզում անում էր, մինչև մի օր մի հատ երազ տեսավ, այդ օրվանից իր խնդիրները սկսավ, Աստված ասեց, այ տղա շատ բաց բերան ես, Արի մի հատ էլ երազ քեզ ցույց տամ, մի քիչ տեմպերը արագացնենք։ Մի հատ էլ երազ տեսավ, երեխա տղա էր, գնաց դարավ արդեն հասուն տղամարդ էր, ամուսնացել էր, երեխա ուներ։ Նոր Աստված վերականգնեց իր տարիները։ Նոր երբ ներեց իր եղբայրներին։ Այնքան մեծ ուժ կա այս ներելու մեջ, չեք էլ պատկերացնում։ Չներելու պատճառով լինում է հիվանդություն, չներելու պատճառով ֆինանսական օրհնությունները տակատրվում, չներելու պատճառով քո ուրախությունն է գողանում եւ այլը, բայց ինքը ներեց ու հասավ փարավոնի կողքը։ Ինքը իր սրտի մեջ էր ներել, հետո էլ ֆիզիկապես ներեց։ Վերականգնեց տարիները։ Սա հնգավ տեղը, չէ՞։ Ամեն մի հերոսին կարանք վերցնենք ու տեսնենք, որ Աստված ոչ մեկին չթողեց այտենց, բոլորին վերականգնեց, սիրելիներս։ Դրա համար մենք մի Աստված ունենք, որ շահագրգռված է քո կորցրած տարիները վերականգնելու։ Լավ ամեն չէր։ Թե քիչ ման ես կորցրել, ամեն։ Վերջի տեղն եմ ուզում կարդամ։ Եզեկիա Եվ ձեր վրա պիտի շատացնեմ մարդը և անասունը, և նրանք պիտի բազմանան և պտղաբեր լինեն, և ձեզ պիտի բնակեցնեմ ձեր առաջի կացության պես, և ձեր առաջվա վիճակի ավելի լավություն պիտի անեմ, և պիտի իմանաք, թե ես եմ Տերը։ Ասում ավելի լավ պիտի անեմ, քան առաջ էր։ Առաջ հիշի, ուներ Զապարոժեց, այսօր ուզնես Կիա։ Առաջ ունեիր հանրակացարում մի հատ բնակարան, այսօր ունես անձնական բնակարան։ Եթե մի սեյնականոց Աստված ուզում է 3 լինի։ Եթե 3-ն Աստված ուզում է, որ ավելի շատ մարդ ընդունես։ Գիտես, Աստված ասում է ավելիով եմ ուզում անեմ։ Բայց երբեմն մենք չենք տեսնում այդ տեղերը։ Երբեմն չենք նկատում, որ Աստված ուզում է փոխհատուցում անի, քո վնասած բաները վերականգնի։ Եթե ծառը չորացել, Աստված ուզում է մի քանի ծառներ ունենաս։ Հասկանում ես։ Ուղղակի քեզ պետք է Աստծո երեսը փնտրես։ Քեզ պետք է սիրտդ ուղիղ պահես։ Ոչ թե ասես, Աստված ջան, դու տեսար պատժի դրան երկնքից կրակ թողիշտի, դրան վառի, այրի, պրծնի, էթա աշկից չերևա։ Հիսուսն է շրջում ասում, տղա, չգիտես, ինչ հոգուց ես դու։ Սիրելիս, Աստված իզորոյա վերականգնելու։ Աստված ուզում է վերականգնի, երբեմն մենք թույլ չենք տալի։ Գիտես, մենք ասում ենք, արևը տուն օրհնվեց։
Հարևը տուն ծախեց Հայաստանում, մենակ մտնեիք տենայիք ինչ տուն էր 2 արգանի ճոխ։ Այն որ ափսոսդ գալիս է, մինչև վերջ համոզեցի մի ծախի։ Աստված էլ տվեց։ Քո սիրտը բանից թող կապված չլինի, Աստծո հետ եղի, գիտես, ինչքան կարաս վազի Աստծո համար, ինչքան կարաս արա Աստծո համար։ Այսօր քույրիկներից մեկը ասում է, այնքան բարի մարդ եմ եղել, սաղի համար ինչ ասես արել եմ։ Ասում եմ, շարունակի անել։ Իզուր չի, կտեսնեն ձեր բարի գործերը, կփառաբանեն ձեր երկնային հորը։ Խմոր եղել եմ թխես եմ արել, տո լավ ես արել, ավելի շատ արա Տիրոջ մեջ։ Մի հատ լավ տղա եմ վերջը նստած։ Այս տղեն որ ապաշխարեց իր մաման ասեց հելը մեթամ տենամ ես ուրա եկե։ Հելավ եկավ տեսավ ուրա եկե ինքն էլ մնաց։ Հետո երբ որ Հայաստանում է իր մաման էլ եկավ Հայաստանում եկեղեցի ու գիտեք ինչ։ Կոռոպկեքով սենց տաքսից իջացնում է։ Հայ կնիկ ես ինչ հա։ Խաչապուրիա, գաթայա, սաղ ես առավոտ շուտ ժամը 6-ին հելը թխել եմ, բերել եմ որ եկեղեցու ժողովուրդը ուտեն։ Մի քանի կոռոպկեք։ Լսի ասում եմ, դու եկած իրին բուրգում չես, սա Երևանն է, ամեն հավաքույթին 3000-ից 4000 մարդ է գալիս, ումը կհասնի, իմ համար ինչ տարբերություն։ Գնացի ծառայողներին ասեցի, դե ծառայողները շուտ են գալի, թե մակրովները, թե կարգուկանոնը, թե ֆինանսիստները, թե փառաբանությունը, բոլոր ծառայողները այնտեղ մի քանի ժամ շուտ գալիս են, աղոթքով սկսում են, ու գիտես, որոշեցինք այդ սաղ տանք ծառայողներին, որովհետև շատ շուտ են գալի, գոնե իրանք մի հատ չայ, մի հատ կոֆե կխմեն ու կպնդանան։ Ու դու ամեն անգամ էր կրկնվում։ Ամեն հավաքույթի գալուց ինքը բերում էր, ծառայողները արդեն ծոմով աղոթքով կանգնած էին, արդեն պետք է մտնեին ծառայության, մի հատ սուրճ էին խմում, համեղ նորաթուխ գաթաներով ու խաչապուրիներով, հետո գնում էին ծառայելու։ Մարդու սրտին Աստված դրել էր։ Մի գանձ էր, ասում խավարի մեջի գանձերը քեզ կտամ, դա հարստություն չի։ Մեկի միջոցով մի հատ գանձ եկավ ընկավ գլխներիս, հա։ Իրականից ամեն մեկս գանձ ենք, սկսենք իրար գնահատել ու տեսնել այդ գանձերը։ Կանգնի ոտքերիդ վրա։ Չենք ուզում աղոթենք աղոթելու համար։ Ուզում ենք աղոթենք, որ այս խոսքը արմատանա քո մեջ, որ այս խոսքը հավատք դառնա քո մեջ։ Ուզում ենք աղոթենք, որ քո ստանելի քո բաժինը վերցնես, ոնց որ անարակ որդին եկավ ասեց հորը, տուր իմ բաժինը, տարավ վատնեց, չտանես վատնես։ Ծախսի քո ընտանիքի ու քո քույր եղբայրների վրա, այն ինչ որ կստանաս։ Նորից եմ ասում, սա չեմ խոսում մենակ ֆիզիկական օրհնությունների մասին, սա կարա լինի շնչավոր օրհնություն, սա կարա լինի փոխհարաբերություններ, սա հոգևոր օրհնություններ է, ժողովուրդ։ Ամեն։ Ուզում եմ, որ դու պատրաստ լինես վերցնելու քո օրհնությունը։ Երբ որ ես աղոթում էի, ես ճանաչում եմ ուղղակի Տիրոջ հոգուն։ Ինքը քեզ ուրիշ քարոզա քարոզում, այս խոսքերի հիման վրա, քեզ բաներ է սկսում հիշացնել, բաներ է ցույց տալի, որտեղ պետք է շտկես, որտեղ պետք է բաց թողես, որտեղ պետք է ներես, ում համար պետք է աղոթես, որ ինքը դռներ բացվի քո օրհնությունների համար, որ փակել ես։ Ավելի շուտ բացել է սատանայի համար, ստեից մտնում է, ընդեից տանում է։ Գիտես չէ, մեկը գալիս է, քամին գալիս է, մեկի մոտ ասում է, պահեստի դռները բացի, ինչ կա չկա, բերեմ լցեմ պահեստդ։ Այդ մարդը պահեստի դռները բացվում է, քամին ինչ կա չկա, բերում լցում է պահեստը դառնում է քաոս։ Սա ավերակ, դրա համար քամուն ասում են, ախպեր, մի տար, քո բերածը քեզ պահի։ Հիմա անորենը քեզ լավ բան չի բերի։ Եթե բերի, քո կյանքը քաոս կսարքի։ Խափում է մարդկանց, ասում է ես քեզ աստղ կսարքեմ, ես քեզ երգիչ կսարքեմ, դերասան կսարքեմ, հաջողակ բիզնեսներ կսարքեմ, մարդկանց կյանքը վերցնում է ու դժբախտացնում է։ Մարդիկ ֆինանս ունեն, բայց ուրախություն չունեն, ֆինանս ունեն, առողջություն չունեն, ֆինանս ունեն, հարգանք պատիվ չունեն, կեղծավոր մարդկանցով են շրջապատված, եւ այլը, այս կյանքը դուք լավ գիտեք ինձանից։ Բայց երբ որ Աստված է անում, ամեն ինչ շատ քաղցր անում ու լավ անում։ Համաձայն ես։ Մի թույլ մի դռներդ պահեստիդ բաց այդ անորենի առաջ։ Մի թույլ որ այդ օծությունը գողանա քեզանից։
Այդ ուխտը գողանա քեզանից, այդ ցորենը գողանա քեզանից, որ Աստված պատրաստել է քո համար։ Այդ գերակուրը ամեն օր Աստված ուզում է տա, որ աչքերդ բացես ու մեկ էլ Աստված խոսա։ Դուստերս կամ զավակս արթնացար, ես քո համար տեղ ունեմ։ Պապիշ տեղ ունես։ Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ կլինի։ Պատրաստվել եմ քեզ շատը անեմ, շատը տամ։ Բայց քչի մեջ եղի հավատարիմ։ Փոքր բան ես անում, ջուր ես դնում, սրա մեջ եղի հավատարիմ։ Մենք ասում ենք հա դե լավ ինչ ա որ, ժողովուրդ սկսեք քչից։ Հավատարիմ գտնվեք Աստծո համար, տեսեք Աստված չի անի։ Փորձեք Աստծուն, պապա այսպես։ Փորձեք։ Դու աղոթի քո աղոթքը, ես կաղոթեմ ընդհանուր, քանի որ բարսախոսով եմ, դու աղոթի քո աղոթքը, քո սրտի աղոթքը, քո սրտի ճիչը, ուղղի քո ոտքերը դեպի արդար, հավատարիմ ուսուցիչը, այն ժառը, ամրոցը, որ պատրաստված է քո համար, որ ապաստան գտնես, այն Հիսուսը, որ էշի վրա հեծած էր, որի անունն էր Էմանուել, Աստված մեզ հետ է, որ դու մտնես այսօր իր սրտի մեջ, այսօր ապաստան գտնես իր խոսքի մեջ, ու ինքը քեզ կորտնի, երբ որ դու վարվես իր խոսքի ու կամքի համաձայն։ Հայր երկնային Հիսուս Քրիստոս, քո առաջ են կանգնած, շնորհակալություն ենք հայտնում Տեր, քո խոստմունքների համար, որ դու ունես քո զավակների համար, որ դու ժառանգություն ես պատրաստում քո երեխաների համար։ Մի ուրիշ խոսքերով ասած, միգուցե օժիտ ես տալիս Տեր, ամեն անհրաժեշտ բաները տալիս ես Տեր, որ քո երեխաները այս երկրի վրա ունենան ապահով եւ պաշտպանված կյանք քո մեջ Տեր, քո խոսքի մեջ Տեր, շնորհակալություն ենք հայտնում ամեն մի մարդու համար, որ կա եկեղեցում Տեր, այն ամենափոքրերից սկսած, հղիներից սկսած մինչև ամենամեծը Տեր, բերում ենք քո սուրբ ու անարատ ձեռքերի մեջ, շնորհակալություն ու գոհություն ենք հայտնում ամեն մի մարդու համար Տեր, ամեն մի մարդու համար փառք ենք քեզ տալիս, ամեն մի ծառայողի համար առավել եւս քեզ փառք ենք տալիս, գոհանում ենք քեզանից ամեն մի հավատարիմ սրտի համար Տեր, ամեն ուղիղ սրտի համար Տեր, շնորհակալ ենք Տեր, որ դու բարի հոգատար Աստված ես, որ հոգ ես տանում մեզանից ամեն մեկի համար, որ մեզ շրջապատում ես քաղցր անուշ հավատարիմ մարկանցով Տեր, որ մենք շրջապատված լինենք քո սիրով, քո զավակներով Տեր, քո լույսով ու խաղաղությունով Տեր, օրհնում ենք նաև նույնպես մեզ ուղիղ եթերով դիտողներին, օրհնում ենք նրանց ընթացքը, կյանքը, ձեռքի գործը Տեր, թող նրանք էլ օրհնվեն ամեն այս խոսքը լսողները, որ կարողանան մոտենան քեզ Տեր, վայելեն քո անուշ քաղցր սերը իրանց կյանքերի մեջ եւ իրանց իրավիճակների մեջ, քո նա թագավորությունն ու զորությունը եւ ողջ փառքը պատկանում է միմիայն քեզ, ամեն բանի համար լինի փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, ալելույա